Սիրելի խեցգետիններ, տեսնենք ձեզ ինչպիսի փոփոխություններ է սպասվում ամբողջ նոյեմբեր ամիսը։ Անձնականը դեռ կանցնենք։ Երկակի իրավիճակներ կլինի կապված էներգիայի հետ, պրիլիվ, մեկ լավ տրամադրություն, մեկ լավ տրամադրություն։ Անձնականը նոյեմբեր ամսին ձեզ մոտ սիրելի խեցգետիններ, գործնականը գործնականում ինչ-որ բան փակելու է ձեր մոտ, միգուցե ինչ-որ բան այն չեք անում։ Ֆինանսները, ստեղ ռիսկեր կա ֆինանսի, որտեղ ինչ-որ բան կարող է ձեզ համար անակնկալ լինել։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց կպարզ, այո, բավականին անսպասելի։ Լավ, տեսնենք։ Սիրելի խեցգետիններ, ուրեմն գործնականում պայքար է սպասվում, մրցակցություն, բայց մի փոքր զգուշ եղեք, որովհետև լավ հոտ չեմ առնում։ Ես էստեղ տեսնում եք, դուք ունեք շատ ուժեղ մրցակցուհի, համեմատվել պետք չէ, որովհետև նա կարող է ձեզ անակնկալի բերել։ Շատ զգուշ, որովհետև շատ զգուշ քարտեր է այստեղ ձեզ մոտ։ Ֆինանսներում ինչ որ բան կարող են փակել ձեզ մոտ։ Պարզ ցույց տամ, որպեսզի հասկանաք, որովհետև զորով տեսնում եք, ոչինչ չի ստացվի։ Այստեղ տիեզերքը, այսինքն ինչ որ բան միգուցե խախտում տիեզերքի, որը վերևից նայում է, միգուցե ձեր հակառակորդու հետ է կապված, եւ ստե կարող է փակի ձեզ։ Դա կարա լինի նաեւ այս կնոջ գործողությունների հետ կապված, որովհետև նրան տրված է անձ, ով էմպատ է, բավականին ուժեղ հեռավորության վրա ամեն ինչ հատիկ գրի է առնում, ինֆորմացիա է հավաքում եւ կարող է ձեզ բավականին մեծ անակնկալ բերել, որ ձեր շահերից չի բխում։ Սա ձեր գործնականի հետ կապված։ Ուրեմն մի քիչ զգուշ եղեք, որովհետև ստեղ դա կարող է ամեն ինչ քանդել ավիրել։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր ֆինանսների հետ, այստեղ անակնկալներ ունեք բավականին, ինչը ռիսկերի հետ է կապված, մի փոքր զգուշ եղեք իրոք, որովհետև դա ձեզանից կախված չի, դա որոշում է տիեզերքը, այլ ոչ թե դուք։ Հա, եթե ինչ-որ քայլեր եք անում, պետք է մտածել նախորոք անալիզ անել, նոր հետո քայլեր անել, որովհետև տիեզերքը ամեն ինչ տեսնում է, վերևում գրվում է եւ նա կարող է տալ այնպիսի մի ուժ, որ կարող է ուղարկվել եւ քանդել ամեն ինչ։ Առողջականի հետ տեսնում են խնդիրներ, ջրի հետ է կապված թունավորման։ Ինչ վերաբերվում է հետոգում ինչ կստանանք, բավական անսպասելի ինչ որ մեկի համար ոչի օգուտ ձեզ հաղթանակ, որը իրոք ձեր շահերից չէր բխում։ Իսկ եթե ցանկանում եք ամեն ինչ լավ լինի, պարզաբանում մցրեք եւ ներողություն խնդրեք։ Խորհուրդ